Class collection-ների արտադրողականությունը։ Ինչ գաղափարախոսություն է։ Միանգամից անցնեմ առաջ, ասեմ, որ O տառով է գրվում, բացատրությունը մի տեղ ունեմ, մոռացել եմ այդ on որտեղից է գալիս։ Ուրեմն class collection-ների արտադրողականությունը ներկայացնում է հետևյալ ձևով, ինչ հարաբերություն կնայենք, հիշողության ծավալ կամ արագություն տվյալ collection-ի հետ աշխատելուց, բարձա, ու կախված էլեմենտների քանակից։ Այսինքն, ինչքան արագ է աշխատում, էլեմենտների քանակը մեծացնելուց, այսինքն քիչ է դանդաղում, այնքան լավ կլինի։ O տառով կնշանակենք այդ աշխատանքը, on ինչ-որ հապավման առաջնատառեր, մի տեղ ունեմ նշված, երևի կհանդիպի։ Տեսեք, մենք ունենք բարձրության աստիճաններ, պայմանավորվում ենք, ալգորիթմները ընդհանրապես, ընդունված կարգա բոլոր լեզուներում, համարվում են մի քանի տեսակ բարձրության աստիճաններով։ Ամենաբարձրը ֆակտորիալ տեխնոլոգիաներն են, O ֆակտորիալ տեսակ, ամենապարզը հաստատուն, constant 1 է նշանակում է էլեմենտները որքան ավելացնում եք, միևնույն է ինքը մնում է հաստատուն ժամանակի տեսակետից։ Եվ իրենց միջակայքում կա այդպիսի O բարդություններ։ Փորձեմ սխեմայով ցույց տամ։ Գրաֆիկա նշենք։ Պայմանավորվենք, այստեղ կամ RAM, կամ time, ժամացույցն է նշված է կոորդինատնում, այստեղ n, էլեմենտների քանակ, collection-ների էլեմենտների քանակ, տեսնենք, էլեմենտ, count էլեմենտ։ Հիմա իմ նշածից առաջինը կոչվում էր O, եստեղ մեկ թիվն է, ինչու մեկ թվակի թիվ է ցույց տալիս։ Ասում է, որ էլեմենտների քանակը ամենասկզբից էլ մի հաստատ 2-ի համար, 4-ի համար, թե միլիոնի համար, ինքը այսպիսի ուղիղ գիծ է։ Էլեմենտների քանակը ավելացնելուց ժամանակը չի ավելանում։ Հոյակապ է, եթե ձեր collection-ը հանկարծ կամ ալգորիթմը այս ցուցակով աշխատում, սա ամենաերջանիկ ժամանակներն է։ Գույները տարբեր տամ, O գնանք տեսնենք հաջորդը որն է։ Ուղղակի, O n-ն է որքան գիտեմ, կամ չէ, լոգարիթմներն են, հիշեցի մի վայրկյան։ Ուրեմն հաջորդը O լոգարիթմ n։ O լոգարիթմ n-ը, n-ը չմոռանանք այս n-ն է, այսինքն O լոգարիթմ n-ը ինչ-որ գրաֆիկա պետք է ունենա։ Ուրեմն հաջորդը գալիս է մոտավորապես, եթե ես կանաչն եմ տանում, այսպես մոտավորապես այս կարգի գիծ է։ Ինքը կորագիծ է, ինչքան մեծացնում եք, ինքը ավելի դանդաղ է բարձրանում դեպի ժամացույցը։ Այս է կլինի լոգարիթմ n-ը։ Ու կանաչոյմանը վրան չեմ գրում, կողքն է գրված։ Գույներս փոխեմ։ Դեղին։ Հաջորդ էլի լոգարիթմական է ստացվում։ O m լոգարիթմ n։ Փորձենք տեսնենք գծագրում ոնց կլինի։ O դիբարտությունն է, n լոգարիթմ n։ Սա մի քիչ էլ կորը դեպի բարձր կտանի, այսինքն շատ ավելի վատ է, քան լոգարիթմ n-ը, բայց տեսնենք մյուսներից ինչքան շատ լավ է լինելու։ Լոգարիթմ n-ը այս ձևով աշխատում, գույնով ենք մենք փորձում։ Հաջորդը, ես ուղղակի գծագրով եմ ուզում ցուցադրեմ, ստացվեց կա n քառակուսի 2n աստիճան եւ n ֆակտորիալ։ N-ը դա գծայինն է։ Գծայինը գույն, լավ կապույտը թող լինի, O n-ա կոչվում, գծային, այսենց ուղիղ գիծ, ոնց ուզում ես բարդացի տարբերակով։ Ավելանում է էլեմենտների քանակը, ավելանում է ժամանակը, բայց գծային, այդքան մահացու չի, էքսպոնենցիալ չի, վերջին հաշվով էքսպոնենցիալը շատ վատ է, շատ ահագին վատ է։ Ստացվեց, որ n-ը գծայինը համարվում, գրաֆիկան ցույց է տալիս, որ ցանկալի է, ինչքան ժամանակը քիչ այնքան լավ, n եղավ, ուրեմն n քառակուսի 2n աստիճան արդեն էքսպոնենցիալ է գալիս եւ n ֆակտորիալ։ N քառակուսին էլ շատ արդեն լավ չի։ Այսինքն գծագրական տեսակետից գույներ, տեսնեմ ինչ ունեմ, վերջինը սև կանենք։ Okay, հիմա կփորձենք օրանժով կամ այս սրանով։
ինչ է ստացվում, հիմա կգանք այն քառակուսի, չէ, մի րոպե, հիմա կգանք այն քառակուսի, հետո երկուսի են աշճան, այն քառակուսին շատ ավելի վատ է, արդեն ինքը այսենց, եթե սենց վեցենք, ասեն, սկսում է բարձանալ, սկսում է վերև գնալ, այս կորը սկսում է վերև բարձանալ, քառակուսի տեխնոլոգիան արդեն մեզ տեղյակ է, մենք տեղյակ ենք, կորը ինչպես է գնում, 3-ի քառակուսի 4-ի և վերջը, նայած ոնց է են է գնում, քառակուսի, էնիգի քառակուսի, էնի խորանարդ և այլ, բանա, կորա, գրաֆիկա երկրաչափական, և երկուսը, որոնք էքսպոնենցիալի տակ են գնում, տեղ չմնաց, բայց ոչինչ, գույներով մենք իրեն կուղենք, կդզենք կամ կհարմարացնենք, այսա լավ է, մի քիչ ես վերև տանեմ, չի նեղվի մեր գծագիրը, երկուսի են աշճան, սա արդեն էքսպոնենցիալ է, սա կամբինատորիկա է, սա արդեն կամբինատորիկան շատ վատ բան է, այստեղ գնում ենք n, չմոռանանք, ուրեմն երկուսի n աստիճան, երկուսի n աստիճանը կորը մոտավորապես այսպես կբարձրանա, ասենց մի ահագին արագ բարձրացող համակարգ, արդեն էքսպոնենցիալ է գնում, էքսպոնենցիալ, այն երկու աստիճանն էլ է համարվում դեպի, բայց էքսպոնենցիալը արդեն սկսում է, երբ որ n աստիճանային ենք մենք ավելացնում, և վերջինը ամենա, սև գույնով կանենք, սա մահացու է, երկուսի n ֆակտորիալ, սա կոչվում է ֆակտորիալ խնդիրներ, ֆակտորիզացիա աղբար կա, security-ում, n ֆակտորիալը մեզ մոտ մի հատ նայենք նորից վերջիններ, այս n ֆակտորիալը կամբինատորի պայթյուն է տեղի ունենում շատ արագ, շախմատային խնդիրները օրինակ երկուսի n քառակուսու տակ են մտնում, ֆակտորիալ խնդիրները ամենաբարդն են, ամենաարագ բարդացողն են կամ ամենաարագ ռեսուրս ուտողն են, արդեն տեղ չի մնացել, որ ասենց վերև տանեմ, այսպես։ Ստացվում է, որ մեզ մոտ այս բոլոր գծագրերի տեխնոլոգիայի տեսակետից նայում ենք, որ այսպիսի ենթադրաբար որոշում կա, որ մենք կարող ենք գծագիրը ցուցադրել, ենթադրենք դեղինով, որ էլեմենտների քանակը, այս էլեմենտների քանակը և ժամանակը կամ ռամը ինչ հարաբերության մեջ են գտնում և դա գրվում է օտարով։ Դրամա ձեզ որ ալգորիթմ են տալիս, ասում են ինչ բարդության է, այս խնդրի համար ինքը պետքական է, թե չէ։ Եվ մենք ունենք սխեմա, այս սխեմայում մեր բոլոր collection-ները դրված են և որոշ մի քանի ակնարկներ կա, մանավանդ dictionary-ի մասին լավ համեմատություն կա և կվերջացնենք այս սխեման նայելը։ Ուշադիր եկեք նայենք, տեսնենք ինչպիսի խնդիրներ մենք կարող ենք ստեղ վերցանել, տեսնենք ինչ կարող եմ ես ներկայացնել ձեզ։ Կարմիրը։ Տեսեք, լիստը add անում է կամ մեկով, այսինքն լիստի ժամանակ, եթե դու ավելացնում ես էլեմենտ, գծայինը, ուղիղը համարյա ոչ մի ժամանակային պրոբլեմ չունի, բայց եթե իր չափսերը կոչվում է collection must be resized, եթե դուք երկուսային աստիճանից սահմանում եք 8-ից 9-ն եք թռնում, ապա ինքը դառնում է գծային։ Ուրեմն մեկը դա հաստատուն կոնստանտներ գծայինով ավելանում։ Ինքը կունենա ինչ ենք insert անում, ասենք insert-ը ինչպես է գնում, կամ ասենք ջնջելը ինչպես է գնում, և սարճերով կան find-ը ոնց է գնում, այսպիսի տեխնոլոգիաներով գրած, ասենք sort-ը n լոգարիթմ, n-ը լոգարիթմից ավելի գծայինը վատա, մեկը շատ լավ է և այլն, լիստը այս կարգով աշխատում է։ Որ collection-ներ կարող ենք մենք դիտարկել, որը ինչ տեխնիկայով մեզ հետ կհարաբերվի։ Stack-ը, պարզ է, ինքը n նշանակում է որոշված չի insert-ը, իրավունք չունենք որևէ տեղից insert անել, պարզ է դա, push-ի ժամանակ մեկ է կամ եթե stack-ը resize է լինում գծայինը։ Կարող ենք էլի տեսնել push, pop էլ ուրիշ ոչինչ չկեն, կմենակ push pop-ով աշխատում։ Սա էլ էլիքո է, դիքո է, էլի եթե ես resize չեմ լինելու, ինքը շատ հաստատուն է, շատ լավ է, ամենաարագն է։ Վասական եթե resize է լինում, կամ ասենք trim excess ես անում, հարմարացնում ես ծավալը իր էլեմենտների հետ, ինքը պարզա գծային է ստացվում։ Այս է գծագին տեխնոլոգիան։ Գնամ առաջ տեսնեմ
այստեղ ինչ ունենք, set-ը, բազմությունները, էլի կունենան իրենց տեխնոլոգիաները, արդեն գրված է, sort set-ը եւ link բանը source set-ը սարքերովնի, ասինքն սորտավորված է, էլի նշված առանձնապես ասելու բան չկա, linking list-ը, հիշում եք, մենք ասում ենք linking list-ը շատ կարևոր է, իր ցանկացած տեղից, ցանկացած բան ավելացնելը շատ լավ է, շատ լավ։ Ուրեմն ուզում ես հերվից, ուզում ես կողքից, ոնց ուզում ես ավելացրու, էլի գծային չի է, հաստատուն կոնստանտային է, եւ վերջապես ամենակարևորը իսկ find-ը, եթե դու ուզում ես փնտրել element linking list-ում, ինքը գծային է։ Այսինքն ինքը շղթան վերցնում է, հերթով կարդալով գնում է իր փոխանցումները, մինչև տեղ կհասնի։ Ունենք dictionary, sorted dictionary եւ sorted list։ Այս երրյակի մեջ dictionary-ն մի հատ ուշադրենք, շատ լավ է։ Պարզա նույն ձևի է dictionary resize-ի դեպքում այնա, իսկ այդ ավելացման դեպքում կամ հաստատուն, շատ լավ, ինքը հոյակապ է աշխատում այս մասերում, ինքը իսկապես եթե վերցնենք remove-ը եւ item-ի հետ աշխատելը ինքը լրիվ արագագործ է, այսինքն dictionary-ի մի հատ տեխնոլոգիա է, որը որ ինքը համարվում է արագագործ տեխնոլոգիաների միջև, որտեղ ինքը hash կոդով աշխատում մեկ, այս քին hash կոդա, hash կոդա, եւ իր value-ով ինքը աշխատում է։ Եվ վերջինը, sorted list-ը, ինքը ուզում է dictionary-ի նման լինի, բայց չի կարողանում, այսինքն այստեղ dictionary-ն մեկ է, մեզ մոտ n-ա ստացվում, եւ dictionary-ն ստեղ մեկ է կամ n, այստեղ կարա արդեն գնա n կամ լավագույն դեպքում կարող է ներել լոգարիթմ։ Ինչի համար, ես ասես գծագիրը ինչի համար ասեցի, որ կարող եք անցնել իրան հետևել, որ ինչ անում, տարբեր տեղերում կա, բարդության աստիճանը հանկարծ չընկնենք բարդության աստիճանը, այ սրա ձեռքը, երբեք մի ընկեք սրա ձեռքը, այդ չեմ ասում ֆակտորիալի ձեռքը։ Այստեղ միայն լիստի ժամանակա, որ մենք պրոբլեմ ունենք սարքերովկայի, իր sorting-ը ահավոր վտանգավոր է։ Դեմա լիստի հետ պետք է զգուշ աշխատել, իմ գծագրում դրանք երևում է։ Հիմա, այստեղ նշված է, որի ինչ է նշանակում, սա լոգարիթմին է նշանակում, սա ինչ որ ես բացատրեցի, եղավ, եւ վերջում որպես վերջնական արդյունք, ուրեմն collection-ների արտադրողականությունը, performance-ը համեմատելու համար ավիշագեր տվեցի, տարբեր խնդրի համար տարբեր ձևով պետք է օգտագործել։ Փորձենք համեմատել այս dictionary-ին եւ sorted list-ի հետ, այսինքն sorted dictionary-ին, որը dictionary-ը սարտավորված եւ sorted list-ը, սրանք շատ կարեւոր են։ Dictionary-ն ոչ միայն մեզ պետք է լինում, սորտավորված է պետք լինում։ Հիմա նա list-ով կարող եք կազմակերպել, sorted list չենք անցել եւ կարող ենք sorted dictionary-ով։ Փորձեմ ուղղակի կարդալ։ Ինքը ունի այս բարդությունը, վերևը նշեցի։ Լոգարիթմը վատ չի։ Այնի բանից հաստատունից հետո ինքն է ապրում, տեսեք, այստեղ լոգարիթմը արդեն հոյակապ գծագիր է։ Իմ գծագրում է լոգարիթմը, այ որ կորներ, այս կանանչն է։ Այս կանանչը մեր լոգարիթմն է։ Արդեն վատ չի այդ առումով։ Գնանք ներքև։ Ուրեմն ինչ ասում, այս երկու dictionary-ների ժամանակ, եթե անհրաժեշտ է collection ավելացնել էլեմենտով, իսկ տեսեք, ունի այս բարդություն, սա sorted-ը, եթե պետք է ավելացնել էլեմենտ։ Sorted list-ը n բարդություն ունի, լոգարիթմ n-ը իսկապես լավ է n-ից։ Հիմա ինչն է տարբերությունը։ Եթե դուք ուզում եք նոր resize լինել, մեկով է լավ աշխատել։ Եթե դուք resize չունեք, ապա dictionary-ով է լավ աշխատել։ Ստացվում է, որ sorted dictionary-ն ավելի արագ է աշխատում, որտեղ ունի ներքին ծառի ստրուկտուրա։ Այսա է ուզում նշեմ։ Ուրեմն sorted dictionary-ն ներքին ծառի ստրուկտուրա ունի, գրաֆների տեսությամբ, իսկ sorted list-ը ցուցակի տեխնոլոգիա է, ասինքն հասցեեք կապնվել եւ այլն։ Սա ցուցակի, ասինքն համարակալված իրար հետ կապնվել։ Այս երկուսի փոքր տարբերությունը, սա եզրակացություն է, տնտեսական եզրակացություն է, ինչու համար է dictionary-ն լավ, որտեղ ներքին կառույցը տարբեր են, բայց մնացածը իրենք միանց նկատմամբ աշխատում են
նույն գործն են անում, ունենալով իրենց բարդության աշճանը։ Բոլոր collection-ները կախված խնդրի տեսակետից եւ իրանց բարդության աշճանը հաղթահարելու տեսակետից կատարվում է որոշում, որը ընտրել կամ որ collection-ը ընտրել տվյալ խնդրի համար։